Ռուսական զորքերը շարունակում են Կուպյանսկի ուղղությամբ գրոհը։ Վերջին ժամերին Հյուսիս խմբավորման ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել Խարկովի մարզի Մոսկովկա բնակավայրի նկատմամբ։ Գյուղը գտնվում է Կուպյանսկի հյուսիս-արևմտյան ծայրամասում։ Կուպյանսկը ռուսները գրավել են պատերազմի սկզբից հաշված օրեր անց 2022 թվականի փետրվարի 27-ին։ Որպես տրանսպորտային հանգույց եւ Դոնբասի ուղղությամբ հետագա առաջխաղացման կետ համարվող քաղաքը ուկրաինացիները հետ գրավեցին նույն տարվա սեպտեմբերին։ Ուկրաինական ուժերը շարունակում են դրոնային հարձակումներ իրականացնել Ռուսաստանի տարբեր մարզերի վրա։ Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության վերջին 24 ժամվա ընթացքում հակաօդայինները որսացել կամ ոչնչացրել են 61 ուկրաինական դրոններ։ Ռուսական աղբյուրները հայտնել են նաև պատասխան հարվածների մասին։ Նշվում է, որ թիրախավորվել են զինամթերքի պահեստներին եւ զինվորականներին կուտակման վայրեր։ Ուկրաինական իշխանությունները հայտնել են ռուսական զորքերի կողմից Ուկրաինայի տարբեր շրջանների, այդ թվում Խարկովի, Դոնեցկի եւ Զապորոժիեի մարզերի շարունակական հրթիռակոծությունների մասին։ Թիրախները եղել են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, հայտնում են ուկրաինական աղբյուրները։ Գիշերը Օդեսան եւ Խարկովը հարվածային դրոնների զանգվածային հարձակման են ենթարկվել։ Օդեսայում հրդեհներ են բռնկվել։ 4 հարկանի շենք է փլուզվել, 23 հարկանին վնասվել, 600 մարդ տարհանվել է։ Նախնական տվյալներով հայտնի է 14 վիրավորի մասին։ Խարկովում վիրավորվել է 4 մարդ, վնասվել են բնակելի շենքեր, 1 ձեռնարկություն։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ երկխոսությունն անհրաժեշտ է։ Հաջորդ շաբաթ ենթադրաբար մենք կիմանանք հաջորդ փուլի ամսաթիվը, ասել է նա։ Կիևի ռեժիմը պահպանում է իր էությունը։ Մենք կշարունակենք աշխատել հասնելու այն նպատակին, որոնք դրվել են հատուկ ռազմական գործողության առջև։ Մեզ համար իդեալական տարբերակ կլիներ դրանց հասնելը քաղաքական դիվանագիտական միջոցներով։ Կրեմլի խոսնակը հայտնել է, որ այժմ անհրաժեշտ է համեմատել կողմերի արձագանքները հակամարտության կարգավորման պայմանների մասին հուշագրերի նախագծերին։ Աննա Հարությունյան, Reopen Media։